Մխիթարյան միաբանություն, կորած գեների ու մոռացված մշակույթի վերակենդանացումը Եվրոպայում։ Ինչպես ստացվեց, որ հայոց ազգային ինքնագիտակցության զարթոնքի եւ պատմական հիշողության վերականգնման առաջին հզոր ալիքը սկիզբ առավ ոչ թե Հայաստանում, այլ հեռավոր Եվրոպայում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Պատմական ու գիտական աղբյուրները փաստում են աներևակայելին։ Մեր ինքնաճանաչման առաջին փուլի հիմնադիրները Մխիթարյան միաբանության անվանի գործիչներն են։ Մոտիկից շփվելով եվրոպական դպրոցների ու հանրային մտքի հետ, նրանք եվրոպական շատ ձեռքբերումներ դարձրին հայ ժողովրդի սեփականությունը։ Նրանք կատարեցին անհավանական մի քայլ։ Օրինակ, մինչ ազգը գտնվում էր խորը թմրության մեջ, նրանք ստեղծեցին հայոց լեզվի կատարյալ դասագրքերն ու բառարանները։ Երկրորդ հզորագույն օրինակը, նրանք մոռացության փոշուտակից հանեցին եւ վերջնական կորուստից փրկեցին հայ ժողովրդի պատմագիտական հսկայական ժառանգությունը, դարձնելով այն հասու եւ ընկալելի։ Կաթոլիկ հոգևորականության կողքին աստիճանաբար կրթվեցին ու ասպարեզ իջան անվանի հայ մտավորականներ, որոնք աշխարհագրական, լեզվագիտական ու պատմական առարկաները դարձրին ազգային զարթոնքի զենքը, հայագիտությունը բարձրացնելով աննախադեպ նոր մակարդակի։ Սա պարզապես գիտություն չէ, սա հոգևոր էվոլյուցիա է։ Մխիթարյաններն աշխարհին ապացուցեցին խորագույն մի ճշմարտություն. ազգը կարող է հարություն առնել ու վերածնվել միայն այն ժամանակ, երբ վերագտնում ու գիտակցում է իր անցյալի մտավոր ժառանգությունը։ Ինքնաճանաչումը բացարձակ ազատության բանալին է։ Անպայման տարածեք այս տեսանյութը եւ պահպանեք այն, որպեսզի երբեք չմոռանաք մեր հզորագույն ակունքների մասին։